Բարև ձեզ։ Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ։ Ողջունում եմ ձեզ բոլորիդ։ Այսօր մայիսի 28-ն է։ Մենք շարունակում ենք մեր աշխատանքը։ Այսօր իրոք տոն օր է, կարևորագույն օր է հայ ժողովրդի պատմության մեջ։ Այսօր պաշտոնական տոն է Առաջի հանրապետությունը ծնվեց այս օրը 1918 թվին։ Ու պարզ է երկար ժամանակ հայ ժողովուրդը զրկված էր, կորցրել էր անկախությունը ու վերականգնումը անկախության, վերականգնումը, ստեղծումը առաջի հանրապետության այդ մեծ իրադարձություն էր հայ ժողովրդի համար, դա է պատճառը, որ դա պետական տոն է, բացի դրանից իշխանությունները այսօր անցկացրեցին ռազմական շքերթ տոնի կապակցությամբ, նաև միտքը ու գաղափարը նա էր, որ իշխանությունները ուզում են ցույց տային, որ գնում է լուրջ աշխատանք պաշտպանելու մեր երկիրը հնարավոր ագրեսիաներից, ցույց տալ, որ այդ լուրջ աշխատանք է գնում, ցույց տալ հնարավորությունը մեր բանակի։ Ուրեմն շնորհավորում եմ ձեզ բոլորիդ, ամբողջ հայությունը այս տոնի կապակցությամբ։ Այսօր ես մտա եթեր մի գլխավոր նպատակով։ Այսօր էլ մեր առջև կանգնած են շատ ու շատ մարտահրավերներ, այդ մարտահրավերները մենք փորձում ենք հաղթահարել, նաև պայքարում է դրա համար իշխանությունը, նաև հասարակությունը։ Հայաստանը գտնվում է ընտրարշավի մեջ, հունիսի 7-ին պետք է անցկացվեն ընտրությունները, զուգահեռ մենք տեսնում ենք մեծ պրոցես, ճնշման պրոցես Ռուսաստանի, Հայաստանի դեմ ուղված, որ գլխավոր նպատակներ դնում է իր առջև Ռուսաստանը, նոր երանգներ Ռուսաստանի հայտարարությունների մեջ երեք երևացին ու ինչ պատասխաններ տալիս են օրինակ իշխանությունները այս զարգացումներին։ Այնուամենայնիվ այսօր այս տոն օրը այս տենդենսների զարգացումների մասին ուզում եմ ասել ու ամենակարևորը ինչ պատասխաններ են տալիս այս մարտահրավերներին, որոնք առաջանում են ամեն օր։ Ինչ է ուզում Ռուսաստանը, որ շարունակում է իր ճնշումը Հայաստանի վրա։ Այդ հայտարարությունները նոր պաշտոնյաների Ռուսաստանի մենք այսօր կխոսենք, բայց որն է գլխավոր նպատակը։ Իմ կարծիքով նպատակները շատ են, նպատակներից մեկը, որ Նիկոլ Փաշինյանը այնուամենայնիվ վերջում փոխի իր որոշումը ու գնա ԵԱՏՄ-ի գագաթնաժողովին, որը պետք է անցնի ու սկսվում է այդ աշխատանքը այսօր եւ վաղը։ Երկրորդ նպատակը, որ Հայաստանը հրաժարվի եվրոինտեգրացիայի ճանապարհից։ Երրորդ նպատակը միգուցե ամեն ինչ անել, որ այս ընտրարշավում հաղթող դուրս գան ռուսամետ ուժերը Հայաստանում։ Այս հարցերը իմ կարծիքով լուծում է Ռուսաստանը, մի շարք պատասխաններ այդ հարցերին ստացավ Ռուսաստանը, ու այդ պատասխանների մասին նաև այսօր կխոսենք։ Նիկոլ Փաշինյանը երեք Աբովյանում ԿՊ-ի քաղբայվանագրի նախընտրական միցինգում, հանրահավաքում պատասխաններ տվեց, բայց միջ այդ ես ուզում եմ ասել այն գլխավոր հայտարարություններից, որոնք հնչեցին ուղղակիորեն երեք Ռուսաստանի պաշտոնյաներից։ Ուստեղ կան նոր պաշտոնյաներ խոսող մեր դեմ, նոր երանգներ, նոր ոլորտներ։ Օրինակ, Պեսկովը, պրեսկարտուարը Պուտինի ինչ ասեց,
որ Պուտինը երեկվանից գտնվում է աշխատանքային այցով Ղազախստանում, 3 օրվա աշխատանքային այցով։ Ու ինքը ասեց, որ այս առաջի օրը այս իր աշխատանքային այցի ինքը Պուտինը անպայման պարոն Տոկաևի հետ, Ղազախստանի նախագահի հետ կքննարկի այդ հարցը, Հայաստանի հարցը։ Այն հարցը, որ Հայաստանը գնում է դեպի Եվրոմիություն, դեպի այս ուղղությամբ։ Կողմերը Պեսկովը ասեց կորոշեն իրանք այս քննարկման արդյունքում կանեն համատեղ հայտարարություն կապված Հայաստանի եվրոինտեգրացիայի process-ների հետ։ Ճիշտ ասած, մի քիչ զարմացած է, ինչի հետ է կապված, որ այս հարցի մեջ Պուտինը ուզում է ներգրավել Ղազախստանի նախագահի, Ղազախստանի նախագահան պարոն Տոկաևը բավական լավ հարաբերությունների մեջ է Հայաստանի ղեկավարի հետ, վարչապետի հետ, բացի դրանից դու գիտեք, պարոն Տոկաևը եղել է պաշտոնական այցով Հայաստանում, մեր ու Ղազախստանի հարաբերությունները երկկողմ բավական բուրըն զարգանում են, դրական ուղղություն է, ու ինչու ուզում է Ռուսաստանը ներգրավել այս հարցին, որը իրենց մտահոգում է ներգրավել Ղազախստանը, շատ զարմանալի է։ Նորից կրկնում եմ, Պեսկովը խոսում էր երկկողմ բանակցությունների արդյունքում հնարավոր հայտարարություն, որ պետք է անեն Պուտինը եւ Տոկաևը Հայաստանի եվրոինտեգրացիայի վերաբերյալ։ Լիխաչովը Ռոսատոմի ղեկավարն է։ Չգիտես ինչու ինքն էլ մեջտեղը ընկավ։ Լիխաչովը ասեց, որ Ռուսաստանը առաջարկել է Հայաստանին նոր ատոմակայան կառուցել Հայաստանում ու ասել է մենք չենք ստացել պատասխան Հայաստանի կառավարությունից։ Իմ կարծիքով ճիշտ էլ արել է մեր կառավարությունը, որ չի պատասխանում, քանի որ ինչքան ես գիտեմ, մեր կառավարությունը ուզում է այլ երկրի ատոմակայան, նոր ատոմակայան կառուցել Հայաստանում։ Բայց ինքը ասում է մենք պատասխան չենք ստացել։ Ինքը ավելին ասեց, ինքը ասում է գործող ատոմակայանի երկարացումը աշխատանքի մինչև 2036 թիվ, որ շարունակի աշխատել նոր այս մեր գործող ատոմակայանը էլի 10 տարի, այս դրա հետ կապված էլ մենք Հայաստանի կառավարությունից պատասխան չունենք, ինչը ի սկզբանե ասեմ չի համապատասխանում իրականության։ Մեր կառավարությունը ունի որոշումներ Ռոսատոմի հետ շարունակել աշխատել, շարունակել շահգործել մեր մեծամորի ատոմակայանը էլի 10 տարով։ Ինչքան հասկանում եմ, Ռուսաստանը այս ինֆորմացիոն պայքարի մեջ, ճնշման մեջ ուղղված Հայաստանի կառավարության դեմ ներգրավում է տարբեր ոլորտի պաշտոնյաներին Ռուսաստանի։ Մարիա Զախարովան ասեց, որ Երևանին ուղարկված է ի պաշտոնե նամակ էներգետիկայի նախարարի Ռուսաստանի, ինչի մասին։ Դու գիտեք, որ 2013 թվին, դեռ 2013 թվին Ռուսաստանի եւ Հայաստանի միջև ստորագրվեց պայմանագիր կապված գազի հետ։ Այդ պայմանագիրը կոչվում է գազի պայմանագիր, բայց խոսքը գնում է եւ գազի, եւ նավթամթերքների, եւ չմշակված ադամանդների մատակարարմանը Ռուսաստանի կողմից Հայաստանին։ Ու այդ պայմանագիրը աշխատել է վատ լավ։ Հիմա Ռուսաստանը ուղարկեց նամակ, որ եթե դուք շարունակում եք դեպի եվրոինտեգրացիա, մենք կխզենք այդ պայմանագիրը։ Կոպիտ ասած, Ռուսաստանը միակողմանի դուրս կգա այս պայմանագրից։ Հայաստանի արտգործնախարարությունը պատասխան տվեց, քանի որ Ռուսաստանը պահանջում էր այդ պատասխանը, մենք ուղարկել ենք նամակ, փոխանցել ենք, ասեք դուք ստացել եք թե ոչ, երեք մեր արտգործնախարարությունը ասեց, որ ցերեկով ժամը 3-ի կողմերում մենք ստացել ենք Ռուսաստանից նամակը ու եթե համարեք անհրաժեշտ պատասխան կտանք։
Ռուսաստանի սահմանապահները, դուք գիտեք, Ռուսաստանի սահմանապահների ծառայությունը գտնվում է FSB-ի շրջանակներում։ Այդ սահմանապահների ծառայության պետը Ռուսաստանի ելույթ ունեցավ ու ասաց, որ Հայաստանի հետ երկար տարիներ 1992 թվականի պայմանագրի համաձայն գնում է աշխատանք, որ Ռուսաստանի սահմանապահները պաշտպանում են Հայաստանի սահմանը Թուրքիայի հետ եւ Իրանի հետ։ Ու ինքը ասաց, որ Հայաստանը քայլ առ քայլ ինքն է հիմա պաշտպանում իր սահմանները, օրինակ Զվարթնոց օդանավակայանում, օրինակ ինքը ասաց անցակետերում Իրանի հետ, Թուրքիայի հետ, բայց սահմանը դեր ասում է մենք ենք պաշտպանում։ Մենք օգնում ենք ինքը ասաց Հայաստանին ուժեղացնել, զարգացնել սահմանապահ ծառայությունը Հայաստանի, այս ձևի հայտարարություն։ Դուք կարող եք ասել ինչու հիմա այդ սահմանապահները խոսեցին, ես կարծում եմ այդ մեսեջը ուղղված է ոչ միայն մեր կառավարությանը, որ կարող են լքել դուրս գալ մեր սահմաններից դադարեցնել, պաշտպանել մեզ, ինչը ես չեմ համարելու վատ, թող դուրս գան, բայց նաև մեսեջը Եվրոմիությանն էր, որ Եվրոմիություն դու ուզում ես վիզա լիբերալիզացիա անցկացնել Հայաստանի հետ, մինչդեռ սահմանները Հայաստանի մենք ենք պաշտպանում։ Եվրոմիությունը ակնհայտ է, ոչ մի լիբերալիզացիա մեզ չի տա, մինչև մենք հայերս չպաշտպանենք մեր սահմանները ամբողջությամբ։ Ու հիմա մեսեջը նա է, որ Ռուսաստանը շարունակում է մեզ աշխատել, Եվրոմիությունը այդ ինչ է մեջտեղը օրթա անգե։ Պարզ է Պեսկովը նաև երեք խոսեց, ասեց, որ պարզը ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը Հայաստանի հարցն է, եթե Հայաստանը ուզում է թող դուրս գա, ոչ ոք չի համոզելու մնալ ԵԱՏՄ-ում, ինքը ասեց, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի պատճառով բարդացավ իրավիճակը, ինքը ասեց, որ Փաշինյանի եւ Պուտինի կոնտակտները, օրինակ հեռախոսազրույց չի նախատեսվում հանդիպում Պուտինի Մեհեր Գրիգորյանի հետ, քանի որ որոշում կա, որ Մեհեր Գրիգորյանը մեր փոխվարչապետը կմասնակցի ԵԱՏՄ-ի գագաթնաժողովին վաղը, այսօրվանից սկսեցին աշխատանքները, բայց գագաթնաժողովի գլխավոր նիստը կլինի վաղը, մայիսի 29-ին, Պեսկովը ասեց, մենք գիտենք, որ Մեհեր Գրիգորյանը ու դեռ չի նախատեսվում նույնիսկ հանդիպում Օվերչուկի հետ, Մեհեր Գրիգորյանի, ինքը ասեց, Օվերչուկը դա փոխվարչապետն է Ռուսաստանի։ Նորից Պեսկովը մեզ երեսով տվեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի ներսում ստանում է շատ ու շատ առավելություններ ու Եվրոմիությունը չի տա այս առավելություններ Հայաստանին, պարզ է խոսվեց նրա մասին, որ եթե մենք պլանավորենք դուրս գալ, ուրեմն այդ առավելություններից մենք կզրկվենք, Պեսկովը ասեց, որ կան քաղաքական ուժեր Հայաստանում, որոնք ռուսամետ են, որոնք կառավարության քաղաքականության դեմ են, այդ ուժերը մեր դուր են գալիս մեզ։ Նորից կրկնում եմ, որ այդ միտքը, որ Եվրոմիությունում ոչ ոք Հայաստանը չի սպասում, մեր ապրանքները այդ շուկայում չեն ծախվի, միայն ԵԱՏՄ-ի շուկայում, Հայաստանը պետք է հիշի դա, ու գլխավոր միտքը, որը ինքը ասեց, մեզ մեղադրում ենք, որ այդ քայլերը մենք անում ենք, քննադատում ենք Հայաստանի կառավարությունը ու դա կապված է ընտրությունների հետ, դա սխալ է, այդպես չի, ինքը ասեց, ոչ մի կապ չունի ընտրությունների հետ այդ ճնշումը։ Նու մենք էլ միամիտ ենք, մտածում ենք, որ իրոք կապ չունի։ Պարզը այդ ճնշումը դրա համար է, որ մեր կառավարությունը հետ կանգնի եվրոինտեգրացիայից։ Այդ ճնշումը դրա համար է, որ ռուսամետ ուժերը այս ընտրարշավի ժամանակ ավելի շատ ձայն են հավաքել։ Մենք դա հասկանում ենք։ Օվերչուկը նորից կրկնեց, որ ԵԱՏՄ-ում Հայաստանը ունի շատ մեծ առավելություններ, դրական բաներ է ստանում, ուրեմն եթե դուրս է գալիս, դրանից կզրկվի ու նորից այդ գազի գինը առաջ են բերում։
Բայց Օվերչուկը ասեց, այս գագաթնաժողովում ինչ որ Հայաստանի դեմ որոշումներ չեն լինի, չեն նախատեսվում։ Ձեզ պետք է ասեմ, որ ԵԱՏՄ-ի կանոնադրության համաձայն օրակարգ չէր կարող մտնել հարց կապված Հայաստանի եվրոինտեգրացիայի հետ, քանի որ կոնսենսուսով են որոշումները ընդունվում, բարձը Հայաստանը թույլ չտվեց, որ այդ օրակարգ մտնի, դա է պատճառը, որ հիմա Պուտինը ուզում է երկկողմ քննարկումների ժամանակ այդ հարցը բարձրացնել, ինչ որ նեղ շրջանակներում այդ հարցը բարձրացնել։ Բայց ես այսօրվա իմ ելույթը ինչով ուզում եմ ամփոփել։ Նիկոլ Փաշինյանի պատասխաններով Աբովյանում, քաղաք Աբովյանում 3 ընտրարշավի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հստակ պատասխանեց։ Առաջինը, այնքը ասում է Լուկաշենկոն, որ ասում է ումա պետք Հայաստանը։ Ումա պետք, ոչ ոքի էլ պետք չի, ասում է մենք ապացուցեցինք, որ Հայաստանը պետք է։ Ու Հայաստանը այլևս առանց այլ ընտրանքների չի մնա։ Նիկոլ Փաշինյանը ասեց, որ մենք չենք հույսեր կապելու միայն մեկ երկրի հետ, միայն մեկ դաշնակցի հետ, միայն մեկ խողովակի գազամուղի հետ։ Կոպիտ ասած, դիվերսիֆիկացնենք մեր քաղաքականությունը տարբեր ոլորտներում։ Ինքը Նիկոլ Փաշինյանը նորից կրկնեց. մենք կմնանք ԵԱՏՄ-ում այդքան ինչքան պետք է, երբ որ ստանդարտներին համապատասխանեցնենք մեր տնտեսությունը Եվրոմիության ստանդարտներին, որոշում վերջնական կընդունենք եվրոինտեգրացիայի գնալ, պարզ է հանրակրվեի կդնենք մեր ժողովրդի կարծիքը իմանալու համար։ Ինք ասեց, ես ընտրություններից հետո, ավարտից հետո կվերադառնան այս թեմաներին ու կկարգավորեն բոլոր հարցերը։ Նորից ինքը կրկնեց, որ Մհեր Գրիգորյանը կմասնակցի այդ գագաթնաժողովին։ Ու բոլոր բացասական տենդենսները, հայտարարությունները Ռուսաստանի կնեյտրալիզացվեն։ Ուրեմն, Նիկոլ Փաշինյանը մերժեց Ռուսաստանին, մերժեց միանգամ էլ գնալ ԵԱՏՄ-ի նիստ վաղը, ԵԱՏՄ-ի գագաթնաժողով, Նիկոլ Փաշինյանը մերժեց հրաժարվել Եվրոմիության ինտեգրացիայից, ինքը ասեց մենք շարունակում ենք դեպի եվրոինտեգրացիան ու մերժեց այս պահանջը Ռուսաստանի հրաժարվել եվրոինտեգրացիայից։ Եվ երրորդ կետը, ինչ է լինելու ընտրության օրը, այս մերժումը Ռուսաստանին մեր քաղաքացիները պետք է տան հունիսի 7-ին։ Հունիսի 7-ին մեր ժողովուրդը պետք է գնա ու որոշում ընդունի։ Ինքը ենթարկվում է այս ձևի պրիմիտիվ շանտաժին, ճնշմանը, որը մենք այսօր տեսնում ենք պաշտոնական Կրեմլից։ Ես ավարտեցի իմ այսօրվա ելույթը, նորից շնորհավորում եմ մեր ժողովրդին, առաջի անկախ կամ առաջի հանրապետության օրվա կապակցությամբ առաջին կարևորագույն վերականգնումը մեր անկախության 1918 թվին շատ կարևոր իրադարձություններ հայ ժողովրդի պատմության մեջ։ Նորից մեզ բոլորիս շնորհավորում եմ ու մենք պետք է ուժեղացնենք մեր սուվերենությունը, մեր անկախությունը, այդ մեծ երկար ճանապարհ է ու աշխատանքը անընդհատ պետք է կատարենք այդ ուղղությամբ։ Մինչ նոր հանդիպումներ։